Բարև ձեզ Թորոս։ Ես նորից հյուրընկալել եմ Թորոս Ալեքսանյանին, մենք որոշեցինք շարունակել մեր զրույցները տարբեր թեմաներով, քանի որ հետաքրքրեց։ Հույսով ենք ևս հետաքրքիր կլինի։ Դուք անցած անգամ ասացիք, որ բաներ կիսատ թողեցիք ձեր զրույցից, խնդրեմ։ Այո, Մարինա ջան, անցած անգամ խոսում ենք մեր մասին, որ քրիստոնեությունը իր արմատներով գնում է դեպի հեթանոսություն, այսինքն հեթանոսության շրջանում պետք է փնտրեն քրիստոնեության արմատները եւ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է ինչ-որ իմաստով, ու այնտեղ մեր եկեղեցու տաղավարտողների մասին ենք խոսում, որ իրենք եղել են նաեւ հեթանոսության շրջանում, որ ուղղակի քրիստոնեական եկեղեցին քրիստոնեաբար մեկնաբանեց տարավ կապեց, ասենք, Աստվածաշնչի հետ այդ ամեն ինչը, Վարդավառի մասին ես ասեցի, կիսատ մնաց, այնտեղ ենթադրեցի, որ Քրիստոսի պայծառակերպության այդ բանը կապել են Վարդավառ բարիստուգաբանության հետ, բայց նաև պիտի նշեմ, որ մեր քրիստոնեական եկեղեցին այդ Վարդավառի հեթանոսական խորհուրդը, ջրով մաքրագործվելու այդ խորհուրդը, ինքը տարավ կապեց Նոյի ուրեմն այդ համաշխարհային ջրեղեղի հետ, որը որ նույնպես նույն խորհուրդն ունի։ Գիտեք, որ ջրեղեղը Աստվածաշնչի արդյունքներ են բանի, որ մարդկությունը ապականվել է եւ Աստված որոշեց այդ մարդկությանը վերացնել, թողեց միայն մեկ մարդ, որ արդար էր մնացել, Նոյին իր ընտանիքով մնացածները ուրեմն ջրով ծածկեց ամբողջ աշխարհը, դա նույնպես մաքրագործելու ուրեմն աշխարհը մաքրագործելու խորհուրդ ունի։ Կամ ասենք Մարիամ Աստվածածնի հաջորդ տաղավարտումը, այսպես կոչված վերափոխման այդ տոնն է, որը որ կապվեցին ուրեմն նորից խաղող օրհնեկի հետ, իսկ խաղող օրհնեկը դա արդեն հեթանոսական շրջանի տոն է, որովհետև դա պատկաբերության հետ կապված Անահիտ Աստվածուհու, քանի որ Անահիտ Աստվածուհին պատկաբերության Աստվածուհին էր, մայրն էր, մեր Աստվածների մայրն էր եւ այլն, իսկ Մարիամ Աստվածածին նույնպես մայր, չէ՞, հենց իդեպ Մարիամ բառը հենց մայր է նշանակում, մեր Մարե եւ այլն կամ Մայրամ, իդեպ մեր որոշ բարբառներում հենց այդպես էլ ասում են Մայրամ Աստվածածին, արաբները նույնպես Մայրամ են ասում։ Հիմա եթե բացենք այդ բառարանները բան, այդտեղ ես ինչ մեկնաբանություն էր դիտել, տեստուգաբանում են այդ բառը, ոչ մեկ չի ուզում ասի, որ դա հայերեն մայր բառն է։ Դե հիմա նորից եկանք նույն եզրակացության, ամեն ինչը թափանցել է, եկել է ու մեր տրադիցիաները պահպանել են։ Մեր նպատակը, ես ուզում եմ ճիշտ մեզ հասկանալ, մեր արմատներ ճանաչելն է, մենք դա համար չենք հավաքում, որ փնովենք ինչ-որ քրիստոնեություն կամ որևէ բան, հակառակը մենք շատ հպարտ ենք, որ այդքան պահպանված մշակութային արժեքներ ունենք մենք հիմա մեր քրիստոնեության մեջ, բայց մեր նպատակն է նաև որ իմանալ դրանից շատ ավելի հին մեր արմատները, մի քանի հազար տարի, որ ավելի խորն է գնում, քան քրիստոնեությունը։ Թե մենք շատ սիրում ենք մեր ամեն ինչը, ես ապրում եմ դրսում, Գերմանիայում, ու մեկը ես եմ, որ պաշտպանեմ, եթե հանկարծ մեկը ինչ-որ մեր եկեղեցու ինչ-որ բան ասի կամ ինչ-որ ընդհանրապես հավոն ճանաչում, գիտի Հայաստան թեման սուրբ է, բայց մեր մեջ արդեն մենք կարամ խորանանք, որպեսզի պարզենք, չէ՞, ինչ-որ գիտենք։ Այո, իհարկե, մենք պիտի նշենք, որ եթե որոշ հավատացյալ քրիստոնյա կամ իրեն հեթանոս համարող ինչ-որ մեկը մեզ լսի ու ինչ-որ բաներ Իստատոք չլինի մեր ասածները թողնելով դիսկուսիայի մեջ թողնելով դիսկուսիայի կլոր սեղան էստեղ հարմարացնենք թողնելով չնեղանան թողնելով լինեն մենք հարգանքով ենք վերաբերվում իրենց հավատքին դե ես մեր նպատակը ասեցի ժողովուրդ մեր հայրենասիրությունն այսպես է արտահայտվում գիտելիք հասցնելով մենք երկուսս էլ շատ հայրենասեր ենք դրա համար ես ավելի չարում Լավ չընդհատեմ ձեզ Ուրեմն Մարիամ Աստվածածնի հետ կապված ասենք, որ պատահական չի մեր բոլոր չէ, մեր եկեղեցիների գոնե 50%-ը երևի թե Մարիամ Աստվածածնին են նվիրված, դա պատահական չի, դա հենց հետևանք են բանի, որ մեր նախաքրիստոնեական շրջանում ամենասիրված, ամենապաշտելի Աստվածուհին Անահիտն էր ու այդ Անահիտի պաշտամունքը Մայր Աստվածուհու պաշտամունքը փոխանցվեց, այսպես ասենք, տրանսֆորմացվեց
դարձավ Մարիամ Աստվածածնի պաշտպան, դա էլ այդտեղից է գալիս։ Դա ինչ վերաբերում է հայկական, իսկ ընդհանրապես քրիստոնեությունը, որ վերցնենք գլոբալ իմաստով, այդ նույն Մարիամի կերպարը կարելի է բխեցնել նաև եգիպտական աստվածուհիներ, ասենք Մահատը, այո, Իզիդան ամենակարևորը, Մահատը ուրեմն ճշմարտության եւ եզրական հարմոնիայի աստվածուհի Մահատ, կար աստվածուհին Մութ, երկնքի աստվածուհին եւ ամենակարևորը Իզիդան, որը հորի կամ խորի հոգի, ինչպես ուզում եք արտաբերել բառը, հորի մայրիկն էր ու պատահական չի, որ դա սրբապատկեր հին եգիպտական, որտեղ որ Իզիդան խորին գրկած նստած է։ Նույն այնպես, ինչպես որ քրիստոնեության ամենահիմնական սրբապատկերն է, չէ, որ բոլոր խորաններում եկեղեցիների դրված է Մարիամ Աստվածածինը։ Պատմությունը վերցված է, նույն պատմությունն է, շատ է։ Նույն բանն է։ Որները մահացել է երեկո հետո կենդանացել։ Այո, ու ընդհանրապես Հիսուս Քրիստոսի կերպարը, եթե մենք նայում ենք շատ աստվածություններ, սկսած ուրեմն Դիոնիսոսի սունական, Միրը, Հորուսը, Օսիրիսը, դրանք բոլորը, որ տեսնում են, բոլորն էլ, ասենք, ջուրը գինի են դարձնում, 30 տարեկանում հայտնվում են, 33-ում մեռնում են, այդ թվերը պատահական թվեր չեն, կամ ասենք մեռյալներին արություն էին տալիս, կույրերին ուրեմն բժշկում, ջրի վրա քայլել եւ այլն, այդ բոլոր աստվածները այդ բաները անում էին նույն, այսինքն Իզիդա Հորուսը մի առանձնակի տեղ են զբաղեցնում, չէ՞ Իզիդան այդ Իսրայելի իզն է, Հորուսի մասին էլ ես կուզենայի մի հետաքրքիր բան, անգլերենախոսների համար Հորուս հնում տեղամորվել է Աստված արևը, դա Հորուսն է, որ Հորուսը դուրս է գալ, արևը դուրս է գալ, այսինքն Աստված դուրս է գալ, որտեղից է դուրս գալի արևը, չէ, որ նայում եք հորիզոնից, ծագում է, անգլերեն լեզուն հորիզոն, գրում է Հորուսն է, reason, horizon բառից, horizon նշանակում է ծագել, այստեղից ծագել է horizon, horizon բառը, որ Հորուսը դուրս է գալիս։ Հորիզոն բառը Հորուս, այո, Հորուսը դուրս է գալ։ Հորուսի ու իր մայրիկի Իզիդայի հետ սրբապատկերի հետ կապված, ասեմ, որ այդ նույն սրբապատկերը կա նաև Հեռավոր Հնդկաստանում, ուրեմն այո, այնտեղ է Կրիշնան նստած է իր մայրիկի Ռաշոդայր կոչում է կինը, իր խորտ մայրիկն է իհարկե, որտեղ նրա իսկական մայրիկը նրան ծննդաբերեց բանտում, արդեն հնդկական դիցաբանությամբ հետաքրքրողները կիմանան նրա իսկական մայրիկի անունը Դևակի էր, Դևա աստվածուհի, կի կյանքի աստվածուհի, այդ բառը որպես նույնն, բայց դա կարևոր չի, դա արդեն ուրիշ թեմա է։ Այսինքն այդ սրբապատկերը այնտեղ էլ կա, որ մայրը խորհուրդ տա մոր եւ որդու եւ նույնիսկ այդ կանոնիկ բաները որ կա, այսինքն մանուկը աչից պետք է նստի, որտեղ ինքը աչ արևեք եւ այլն։ Ինչ եմ ուզում ասեմ, որ բոլոր այդ բաները բխում են նախաքրիստոնեական շրջանից, ճիշտ է, հավատացյալ քրիստոնյաները այդ մասին շատերը չգիտեն, ովքեր որ գիտեն ուզում են չհավատալ այդ ամեն ինչին, բայց փաստը մնում է փաստ, դա արդեն գիտականորեն ապացուցված բան է, որ այդ ամեն ինչը գալիս է ուրեմն նախաքրիստոնեական շրջանից, եւ քրիստոնեությունը ուղղակի յուրովի է մեկնաբանում։ Մեկնաբանելը ու պահպանելը շատ բաներ։ Ես հարգում եմ շատ 1700 տարի մեր այդ մշակույթ թեկուզ նույն սիմվոլներ չէ, այդ գավազան ամեն ինչը դրա մեջ է։ Բայց մեկնաբանվում է ուրիշ։ Նույնիսկ խաչի սիմվոլը գիտենք, որ հին Եգիպտոսում շատ տարածված է։ Օձեր, գավազանները այդ ամեն ինչ չէ։ Խաչի սիմվոլը, օրինակ հին Եգիպտոսի անգ կոչված խաչը, որ շատ տարածված է։ Այդ կլոր վերևի կլորը, այդ մեր քտավը որ կա, այդ նույն սիմվոլն է եւ Քրիստոսի Բամայն գյուղն է, չէ, անգղակոտ։ Անգղակոտ, դա Ասեք մեկի ժողովուրդ ենք, երբ անգղը եւ քրիստոնեությունը, չէ, համաշխարհի այո։ Դրա մասին խոսում ենք, ուզում ենք դա ցուցադրել։ Իդեպ ես մի ուրիշ թեմայի ուզում եի նույնպես անդրադառնալ Մարինա ջան, ելի ես քրիստոնեության ու եթանոսության մեջ փոքր հայկական իրականության հետ կապված
մինչև հասնեմ բուն քրիստոնեության խնդրին, ես ուզում եմ մի բան նշեմ, շատերը չգիտեն, որ հայկական իրականության մեջ հնում իսպեսի մի բան ա եղել, որ ասենք հարևան ժողովուրդների մոտ եղած դիցաբանությունը, առասպելները մեր հայկական տարբերակներ ունեն, մեր հայերը վերցրել են այդ առասպելները իրենց տարբերակով են ներկայացրել, օրինակ մենք գիտենք, որ Խորենացին պատմել է Տիգրան Երևանդյան թագավորի մասին, որ սպանեց Աժդահակին, ուրեմն Աժդահակը այդտեղ հանդես է գալիս որպես Մարաստանի թագավոր, ինքը շատ անօրեն բացասական կերպար է, իսկ Աժդահակը գիտենք, որ դա վիշապն էր բացասական, այստեղ Տիգրան Երևանդյանը ուրեմն այդ Աժդահակին սպանեց, բայց իրանական ուրեմն դիցաբանության մեջ Աժդահակին սպանում է Ֆրիդոն անունով հերոսը, եւ այնտեղ ոչ մի հիշատակություն չկա հայոց Տիգրան թագավորի մասին։ Այսինքն դիսոնանս է գտել։ Այո, դիսոնանս կան օրինակ էլի նույն այդպիսի մի բան, որ շատան կամ սատան դիցուհին ալանական դիցաբանության մեջ այդ նոպերի դիցաբանության էպոսների մեջ Հյուսիսկովկասյան ժողովուրդների տարածված այլի ժողովուրդների մեջ հատկապես ալանները սովորությամբ այդ ալաների ետնօրդները օսերն են, օսեր ծևի ժողովուրդը։ Այդ դրանց դիցաբանության մեջ ուրեմն կար մի արքայադուստր, որի նաև ինքը ուրեմն կախարդ էր, ինքը այդ գեղեցկուհի էր եւ այլն, եւ նրա անունը Սատան էր կամ Շատան, կամ Շատանա Սաթենիկ այդ Սաթենիկն է։ Ուրեմն նույն Սատ արմատի վրա է կառուցված, ասեմ, որ այդ Սատ արմատի վրա որ կառուցված է Սատանաբառը ու մեր Աբրահամական, այսպես ասեմ, կրոնների մեջ այդ սատանաշայթան խիստ բացական երևույթ ունի, բայց ասեմ, որ այդ Սատ արմատի վրա կառուցված շատ սակրալ բառեր, շատ հին կրոնները այդքան է բացական, օրինակ բացական իմաստ չեն ունեցել, օրինակ Վեդաներում այդ արմատի վրա այնքան սակրալ բառեր կան կառուցված, որ ընդհանրապես բացական իմաստ չունեն, էլի։ Ընդհանրապես դա շատ ավելի ընդգծում է նյութական բնույթ, նյութականությունը, եթե նյութականությունը դու զուգահեռում ես բացականի հետ, արդեն դառնում է ինչ-որ բացական բան։ Հիմա այդ դիսոնանսից եք։ Հա, այդ դիսոնանսը ուրեմն ասեմ, այդ Սաթենիկը ինքը ուրեմն այնտեղ առասպելի մեջ լողանում էր գետի մեջ, այնտեղ ինչ-որ մեկը նույն պատմությունն է կրկնում, լողանալու եւ ինչ-որ բան կատարվելու այդ սյուժետը։ Ինչ-որ բան կատարվեց, այնտեղ մի քար բեղնավորվեց, ինքը զգաց այդ բանը դարբին կանչեց, դարբինը խփեց այդ քարը ջարդեց, քարի մեջից մանուկ դուրս եկավ, այդ մանուկը Սոսլանն էր, որին ինքը պայես մեծացրեց, այդ Սոսլանը ուրեմն այդ բաների, այդ ժողովուրդների, ալանների եւ մնացած այդ ոտքի իրանական հատկապես ժողովուրդների ուրեմն ամենագլխավոր հերոսն էր առասպելական գեթազն էր եւ այլն։ Այնտեղ ոչ մի ուրեմն հիշատակություն չկա հայոց Արտաշես արքայի մասին, որ Սաթենիկը ինչ-որ մի ձևի ամուսնացավ հայոց Արտաշես արքայի, բայց մեր մոտ էլի նույն Խորենացու մոտ այդ պատմությունը լավ գիտենք, որ Արտաշես արքան տեսավ Սաթենիկին գետում Ինչ աստացում դուք գտնում եք, այսպես ասած, ոչ ճշտություններ Խորենացու մոտ։ Չէ, դա ոչ ճշտություն չի, դա ուղղակի այդ լեգենդները ասենք կողքի ժողովուրդը այսպես է ասել, հայերը մի քիչ այլ կերպ են բացատրել, բայց իսկ ինչ վերաբերում է դիսոնանսին, հեսա Սաթենիկի թեման շարունակեմ կասեմ։ Ուրեմն Արտաշեսը փոքր գծեց, Սաթենիկի մեջ կցավացրեց, այնտեղ քաշեց, նստացրեց իր ձին, բացրեց, բերեց, դարձրեց իրեն կին, ու այնտեղ մեծ շքեղ Խորենացին պատմում է, շքեղ արձանի կարեցին եւ այլն։ Ու այսպիսի մի պատմություն կա դրա հետ կապված, որ հայոց եկեղեցին արդեն ասում։ Այդ պատմության համաձայն ուրեմն Սաթենիկի բարեկամներից մի խումբ Սաթենիկի հետ եկավ Հայաստան, որպեսզի ես չգիտեմ ինչ տրադիցիա էր այն ժամանակ, որ այդ բարեկամները Սաթենիկի կողքին լինեն։
Եվ դրանց ղեկավարը Սուքիաս էր անում։ Բայց այս մեր եկեղեցու պատմությունը այսպեսին է, որ այս Սուքիասը հանդիպում է իր այդ մարդկանց հետ, հանդիպում է ոմն մեկին, որի անունը Ոսկի էր։ Նաև Քրիստոս էր նրա անունը։ Քրիստոսը իդեպ գունարեն Ոսկի է նշանակում։ Եկեղեցին ասում է, որ այս Ոսկին բանի Թադեոս Առաքյալը, որ եկել էր Հայաստան, Թադեոս Առաքյալի աշակերտներից էր։ Ոսկին եւ իր հետևորդները։ Այդպես քրիստոնյաներ էին, ու այդ Ոսկի Քրիստոսը, իդեպ Քրիստոս բառի հետ ինչ է, ինչ-որ նմանություն ունի։ Այո։ Ուրեմն այս ոսկին հանդիպում են այս Սուրքասին եւ իր մարդկանց եւ նրանց սարքում են ուրեմն քարոզներով քրիստոնյա, նրանք դառնում են քրիստոնյա։ Այս ալաները իմանում են, որ իրենց մարդիկ այստեղ քրիստոնեություն են ընդունել, կատաղում են, երբեմն գալիս են, դե իրենց բարեկամներին սկսում են համոզել, որ հետ կանգնեք այդ հավաքից։ Նրանք հետ չեն կանգնում, սրանք ստիպված ոսկին են սպանում, կատաղած թե դուք մեր մարդկանց ոսկին եւ իր աշակերտներին սպանում։ Ոսկին նահատակում է այդպես։ Իդեպ այդ ոսկին էլ ասում է փորձել էր Արտաշեսին եւ Սաթենիկին քրիստոնյա դարձնել, բայց նրանք իբր թե ասել են դուք մենք ձեզ չեն խանգարի, եթե մարդիկ ձեզ կլսեն, բայց իրենք քրիստոնեություն չէին ընդունել։ Մի խոսքով, այս մի պատմություն է։ Այստեղ դիսոնանսը որն է, որ Արտաշես արքան ինքը ապրել է, ասենք, մեր պատմությունից առաջ, երրորդից երկրորդ դարերի այդ սահմանագծի վրա, չէ՞։ Դա մեր Արտաշեսյան դինաստիա։ Այո, մեր Արտաշեսյան դինաստիա, Արտաշես դարի, այսինքն 200 տարվա տարբերություն, եթե դա այդ Թադեոս Առաքյալի աշակերտն էր եւ այլն, այսինքն առաջի դարի պատմությունն է դա ամենակիչը 200 տարվա դիսոնանս։ Դա քիչ չի, մի հատ էլ ասենք այդտեղ շարունակություն կա այդ պատմության, որ այս երբ որ Շապուհը հարձակվեց Հայաստանի վրա, այս բանը Սուքիասը իր աշակերտների հետ աղոթեցին Աստծուն եւ այդ աղոթների արդյունքում Շապուհը հետ գնա, բայց Շապուհը երբ է եղել, Շապուհի ժամանակ չէր ապրում, մի ինչ կա 200 տարի այս կողմն է, այսինքն լրիվ ու մեր եկեղեցին, ասենք, չէր ուզում կորեկցիայի ենթարկի, ասենք, այդ արարախը ժողով ջան։ Բայց ինչի անի, եթե մինչև բամենան դուք եք դա նկատել։ Չէ, ես ինչի նկատողներ շատ կան։ Այսինքն այնքան են պրիմիտիվացրել, որ նույնիսկ չեն էլ բարեհաճում, ասենք, ժողովրդական դե բանալուսություն էր, ժողովուրդն այդ բաները, ժամանակային բաները խառնում էր իրար, հիմա խառնել են այդ ամեն ինչ։ Բայց այստեղ մի ուրիշ նյուանս կա։ Նախ այդ ոսկի կամ Քրիստոսի կերպարը, որը որ զուգահեռվում է հենց Քրիստոսի հետ, երկրորդ ոսկի բառը եւ հսկա բառը ասկան բառը դրանք իսկ ես անցած ասկանը մի զոր արմատ է, ասկանիա Եվրոպայում։ ասկանաս դա եւ այլն մենք խոսեցինք թորգոմից չէ, անցած անգամ հայրն էր թորգոմը։ Ուրեմն այստեղ մի այսպիսի բան կա, որ թորգոմի կերպարի տակ ես ասեցի, որ Տոր Աստվածն է կապում, ասես նա հսկա է եւ Տոր Քանդելը եւ այլն, իսկ այդ հսկաների ցեղը պատական չի, որ մեր հայկի եւ բելի պատմության մեջ հայկը հիշատակում է, որ ասում է, չէ, հսկաների ցեղից էր։ Խորենացին հայկին ասում է հսկաների ցեղից բելին էր, բայց բելին ասում են տիտանյան, այսինքն ինքը այլ այն վատ հսկաների ցեղից էր։ Լավ հսկաներ բառ։ Հիմա այսինքն էլի գնաց, ես ասացի չէ, գիծը, լուսնային գիծը, որ գալիս է Քրիստոսի ծնունդը եւ բանը, հարության բանը, որ այդ լուսնային գծով է գալիս, դրա համար հարության տոնը ոչ թե բան ենք անում, գարնանային գիշերահավասարի ժամանական ծնունդը ոչ թե ծնողային գիշերահավասարն է, այլ մի քիչ տարբերություն կա դիսոնանս, որտեղ լուսնայինով էին հաշվում, որտեղ այդ գիծն է տասապում։ Ընդհանրապես մի բան ասեմ, այդ մեր եվրեակ աստվածությունը ամենագլխավոր եվրեակը եւ նաեւ ամենասիրված չորրորդը կա, այդ Արարատյան պանթեոնում, այդ Արդի
Նրա անուններից մեկն է նաև Արդար Աստվածն է։ Երկրորդը ես այդ Արդարը Արտաշեսի պահով եք ասեմ։ Արդերա չէ՞ մեր ամենահին բունարմոթները։ Հա, Արդար։ Ուրեմն մյուս աստվածությունը, որը Շիվինի են ասում, բայց Սիուն է ճիշտ է որ Դրա հսկական շիվաներ է, չէ՞։ Հա, բայց այստեղ ուղղակի աներ զուգադիպություն է։ Ուրեմն Սիուն Շիվինի դրա անունը Սանդար էր նաև։ Այդ Սանդարամետ եւ այլն, այսինքն անդերցիալ աշխարհի մասին է խոսքը։ Ինչու արևի Աստված ինչ կապ ունի անդերցիալ աշխարհի կարող շատ երասնեն, որովհետեւ ինքը մայր մտած արևն է։ Ինչպես որ ասեմ, մենք ունենք երկու չէ արևի պաշտպանում, մայր մտած արև եւ հարություն արած։ Արեգակ եւ միհր, չէ՞։ Ահա, այդ երկու միհրները մայր մտած երրորդ միհրն է, որը ինքը արդեն Արեգակ։ Ինքը արդեն հույս է բերում երրորդ միհրը։ Այդ երեք փրկիչների պատմությունը անցած անգամ ես ասացի։ Ուրեմն ոնց որ Օսիրիսն էր, ասինքն հանդերձյալ աշխարհը այստեղ մեր մոտ, ուրեմն այդ Սանդարն էր, Սիյունը, Շիվինին։ Եվ երրորդ սիրված աստվածը, ամենակարևոր աստվածը, Տասատը Թեշեգավոր ասում են, սխալ ձևով Տասատը, ուրեմն նրա անունը Սարդար էր։ Նաև անուններն են Սարդար։ Պաստական Սարդուրիը։ Հիմա տեսեք Մարինա ջան, դուք ասում եք պաստական։ Ուրս աշխարհի անցած անգամ եք մի ուրիշ բան եք ասացի։ Թակավոր են չէ՞ ունեցեք։ Ուսանում միայն անունը երևում։ Այդ Սարդուրի սխալ են ելիք, արդյոք Սարդար ընդհանրապես Սարդուրի չի, Սարդուրի չէ։ Հիմա այդ Սարդարը հիմա մարդիկ մտածում են թե դա պաստական անուն է։ Նույնիսկ պարսիկներից թուրքերն են այդ բառը վերցրել։ Հալա իրանք են մեզ անցել։ Հիմնականում օգտագործում են որպես ռազմական առաջնորդի իմաստով այդ բառը օգտագործում, կամ ասենք վարչական առաջնորդի իմաստով են օգտագործել Սարդարը, բայց Սարդարը ընդհանրապես այդ աստվածության անուններից մեկն է։ Այսինքն Արդար, Սարդար եւ Սանդար այդ երեքն է։ Իսկ չորրորդը, որ այդ Տասապի Սարդարի որդի, որ այդքան պաշտելի Տոր աստվածը, նրա անունն էր Ասկանդար։ Այդ Իսկանդար, որ ասում են, կամ Ալեքսանդր, որ ասում են, ընդհանրապես իմ ընդունված ասում են հունարեն այդ Ալեքսանդր բառը արևելքում աղավաղվեց դարձավ Իսկանդար։ Իրականում ուղիղ հակառակն է։ Բուն բառը Ասկանդարն է, որը Ասկանդարը հունարերում Ալեքսանդար էր դարձել, հետո Ալեքսանդր, այսինքն բուն բառը Ասկանդար, այո, դրանք բոլորը Իսկանդեր բան, որ ասում են Իսկանդեր հրթիռներ, իդեպ այսինքն դա թորգոմի, այսպես կոչված է թորգոմի անուններից մեկը կարելի ասել, կամ Թիրասի, բայց մենք գիտենք, որ ունենք Ասքանազ անունով նահապետ, որ թորգոմի եղբայրն էր։ Հիմա այդ բաների մանրամասների դեռ թե ոնց են բանաձևումները, ինչու է այդ բան, դրանց մասին ես չխորանամ։ Այսինքն այն հզոր մարդը, որ հսկայի փրկում էր կամ Ասկանդարներ կամ նրա որդի հայկներ էլի հսկա եւ այլն, դա նաեւ զուգահեռում է ոսկի կամ Քրիստոս կամ Քրիստոս, էլի այդ նույն այս ամեն ինչ եմ ես պատմում, որ նույն գիծն է բերում, այսինքն Ասապի գիծն է, ոչ թե Արեգակնային, այլ լուսնայինը, որը այն լուսնային գիշերն է, որը հեսա բացվելու է, հարություն է տևում եւ լույս է գալիս եւ այդ լուսնայինությունից մենք դառնում ենք արեգակապաշտ, այդտեղից մենք դառնում ենք այնտեղ, չէ՞, դա է կարևորը, լուսնապաշտները հրեաներն են։ Մենք ուրեմն լուսնապաշտության այդ թուրգոմ վիճակներից բարձրացանք հայք վիճակը արեգապաշտության։ Միջանից ես ուզում բան ասեմ, սին է լուսին պաշտությունը, ընդունված է, որ սինը դա Սատուրն է պաշտում։ Համար անգլերեն խոսները կիմանան, որ անգլերեն լեզվում շաբաթօրը կոչվում է Saturday, կոչվում է գրվում է Saturn Day, day-ը օր, որտեղ այդ ժողովուրդները այդ օրը կապում են Սատուրնի հետ։ Իսկ հայերը կամ հրեաների մոտ շաբաթ են ասում, շաբաթ հրեաները շաբաթ են ասում,
այդ հայերեն սեփ բառն է, որը 7-ան է, 7-րդ օր ընդհանրապես։ Դե սակրալ ոչ մի բան չկա, հրաները դրա մեջ։ Անգլերեն Սատուրնի օր։ Իսկ նրանք Սատուրնի հետ են կապ, հայ։ Ու միջանոց Սատուրնը միակ մոլորակն է, որը ասենց գորիցը չէ, մեծ հայերեն կոչվում, ու այդ հռչակագինո են հանել, Վլաստինին կալեց, բան, հռչակագոբա, այդ որաշում սիմվոլներն են աշխարհում, դա Սատուրնի վրա է։ Սիմվոլներին կանոնադառնա։ Վլաստինին կալեց, դա Սատուրնն է։ Լավ չէ։ Ես ինչքան գիտեմ այդ Վլաստինին կալեց եւ այլն այդ շարքի հեղինակը կինա չէ։ Ինչքան գիտեմ ինքը հենց մասոնական Ну вот, ամբողջ սիրունները խնդրած է Հոլիվուդում հերչակավոր բաններ, ամբողջ աշխարհը նայում է, բայց չգիտի ինչ պատահական չի, որ նրանց մոտ հերոսները, շատ հերոսներ որ դրական են, իրականում նրանց հետևում թաքնված են բացասական ուրեմն աստվածություններ, իսկ բացասական կերպարների հետևում, այսինքն նրանք բան են անում, այդ պատմեն են։ Եվ այդ ամեն ինչը ենթագիտակցական մակարդակում մարդկանց վրա ազդում է, ու այդպիսի ֆիլմեր են նկարում, այդպիսի դա հատուկ քաղաքական դա մեսիջներ ուղարկելու ընդունված կուլտուրան է, բայց ամեն ինչ ասել մեսիջով իբր թե մենք բացահայտ ենք, մենք թաքուն չենք պահել, բայց մարդիկ դե գնացեք հասկացեք, որ հասկանան, որ չէ, կարևորը բաց պետք է ասվի, չէ, ինչ-որ այդ ֆիլմերի միջոցով ամենալավ միջոցն է։ Դա ուրիշ թեմա է արդեն։ Սաթենիկի պահով կարծես թե ամեն ինչ ասեցինք, չէ, Արտաշեսը եւ Սաթենիկը։ Ուղղակի ես մի բան էլ ավելացնեմ, որ Արտաշեսը էլի զուգահեռը, որ ինչ են Քրիստոսի նախնական կերպարներից մեկին տարեկապ է հայոց Արտաշեսի հետ, որովհետեւ Արտաշես արդեն ընդհանրապես ինքը իր պատմումը բարի էր, Արտաշես բարի, այդպես է կոչվել նրան, կամ Արտաշես բարեպաշտ։ Ու ընդհանրապես Արտաշես անունը հենց անունը գիտեք այդ հին ժամանակներում անունները պատահական չեն լինում։ Հատկապես առասպելների մեջ անունները, այդ աստվածների անունները, հերոսների անունները եւ այլն, դրանք պատահական անուններ չեն։ Այդ անունների մեջ կոդավորված է այդ ամբողջ իրենց էությունը։ Այդ Արտաշեսի անունը, հենց Արտաշեսը մեր այդ գլխավոր աստված Հադի, որ սխալ ենք արտում, Արդ կամ Արդի կամ Արտի կամ Հաղթ, չէ՞։ Հայ մյուս Արտուր Արմինի։ Նաեւ Հաղթ կարող այո։ Բայց հիմնական ձևը R-ը T կամ T-ի փոխարեն D, T-ն ու D-ն 4 թիվն են, տարբերություն չկա։ Ուրեմն արդ այդ աստծու հետ կապված, ասենք արդարություն բառը։ Եթե դու արդարության մեկ մարդ ես, արդարության կողմնակից ես, ուրեմն դու այդ աստծուն ես պաշտպանում։ Այստեղ ուրիշ բան չկա։ Դրա համար այդ աստծու անուններից մեկը ես ասացի արդար աստված։ Ու բանի, ասենք որ արտական մեր արձանագրություններն են, որ ասում է հարգի աստծու զորության, բան, արդար աստծու կամոք ձևակերպում, այո։ Մի խոսքով, այդ Արտաշես անունը, Արտավազդ անունը, Արտակ անունը, այդ անունները լավ այդ աստծու անվան են, կամ ասենք Արդվին, Դվին, Արդահան, Արտանիշ, այդ բոլոր քաղաքների անունները Ինչ արմատ է մեր արտը ու արը, չէ՞։ Դե հիմնական արմատը արն է, իսկ տան որ ավելանում է, այդ կոդերը մի ուրիշ հաղորդում կանենք, այդ կոդերի մասին կխոսանք։ Ասենք նրան, որ եղել է մեկ լեզու, չէ։ Այո, մեկ թվային, ուրեմն դա այսօրվա տերմինոլոգիայով որպեսզի ասեմ, դա ոչ թե սովորական մարդկային լեզու է, ոնց որ հիմա մենք գիտենք, այլ դա թվային լեզու էր, ծրագրավորման լեզու, այդպես կարելի ասել, նախնական օստրատիկ լեզուն, որտեղից ինչ արդեն ուրիշ թեմա է, որտեղից իմպորտ արած մեր թե ինչ այդ արդեն դրա մասին խոսենք, ոչ մեկ չգիտի։ Հաջորդ հաղորդման ժամանակ այդ ամեն ինչի մասին կասենք, հիմա ուրիշ բան։ Այսինքն այդ արդար ուրեմն աստծու պաշտամունքը եկավ փոխարինելու ուրեմն նույն քրիստոնեության, որը նորից Քրիստոսը որպես արել, որպես լույս, որպես արդարության եւ այլն, այլ ինչ նույն այդ Քրիստոսի կերպարը, ասենք, նոր խոսեցինք Միհրը, նախնական Դիոնիսոսը։ Այսինքն կարող ենք եզրակացնել, Թորոս, որ փաստորեն քրիստոնեությունը ամենավաղ առաջի գլոբալիզացիան էր աշխարհում, հա, փաստորեն այն ժամանակ եկավ տեղական ազգային կրոնների վրա,
դարձրեց universal, էլ այսպես միանման, որպեսզի հեշտ լինի աշխարհը դիրել, կառավարել։ Մարինա ջան, այո, բոլոր կայսրությունները իրենք ապազգային են։ Հա, ձեռնտու չի ազգայնություն, որտեղ եթե ազգայնականությունը պատկերացա հռոմեական կայսրությունն էր, միտեղ հայերը իրենց ինքնությունը որպեսզի գլուխ բարձրացնեին իրանց աստվածներով, նրանք իրանց աստվածներով, որպեսզի այս մարդկանց ինքնությունը ճնշվի, համահարթեցում տեղ ունենա, այսինքն գլոբալիզացիա, նրանք ստեղծեցին, նրանք ընդունեցին այդ մի համահարթեցնող մի իդեոլոգիա, դեմոսկրոնի, քրիստոնեության, որը դրամարի պարտավորեցված էր, չէ՞։ Դե հա, այո, որովհետև արդեն չկար հայ, չկար վրացի, չկար գերմանացի, չկար այդպես հեշտ է գույն, կար մի ձևի մարդ, դա քրիստոնյա հավատացյալն էր։ Ու այնտեղ նաև պատմական այն պահն էր եկել, որ այդ պետությունը արդեն կենտրոնախույս ուժերը մի քիչ ճգնաժամի մեջ էր, ինքը պետք է կենտրոնական իշխանությունը զորացնել, մարդկանց ազատությունները պետք է սահմանափակվեն։ Կենտրոնական ուժեղ պահելու համար պերիֆերիաները շատ այո, ընդհանրապես մարդարը հին Ռոմում գիտենք, կար Ռոմի քաղաքացի, այսպես կոչված քաղաքացու ինստիտուտը։ Իսկ նրանք այդ քաղաքացու ինստիտուտը լուծարեցին եւ ստեղծեցին քրիստոնյա մարդու ինստիտուտ, որը որ ավելի սահմանափակ իրավունքներ ուներ, ի տարբերություն քաղաքացի, չէ՞, իսկ նա արդեն Աստծո ստրուկ ամեն ձևի պետք է հնազանդ, խոնար եւ այո, դա այսինքն այդ ֆորմացիայի փոփոխությունը երբ ավատատիրական արդեն վարկերն էին արմատավորվում, պետք է որ մի այդպիսի կենտրոնացված, որտեղ եթանոսությունը այդպես չէր, ինքը կենտրոնացում չուներ, չնայած որ ասենք Հռոմում կար Պանթեոն, որտեղ ամենագլխավոր աստվածը Յուպիտերն էր եւ այլն, բայց այդ դրան արդեն ճգնաժամեր, այնտեղ արդեն Յուպիտերին հավատացողներ շատ քիչ կային, այնտեղ արդեն գլխավոր աստված մի պահ արևի սոլ աստծուն հռչակեցին, տեսան բանդուց չեկավ, հետո Զևսին հռչակեցին Դիոկլետիանոսը, որ ասեց նա Զևս աստվածը ուրիշ աստվածները սուտեն, այդտեղ դուրս չեկավ մի իրականությունը առաջ քաշեցին, որ շատ նման էր քրիստոնեության։ Այդ էլ չստացվեց քրիստոնեությունը աշխատեց, ստացվեց։ Ինչու ստացվեց, որովհետև իդեպ Ալեքսանդրիա քաղաքը այդ ժամանակ գիտության կենտրոն էր շատ։ Գրադարանի ճաշի։ Այո, եւ Ալեքսանդրիայում ինչ տեղ ունեցավ, այնտեղ քանի որ Եգիպտոսի Ալեքսանդրիայի հрьяաները բանը շատ մեծ էր, ազդեցությունը այնտեղ շատ հрьяաներ կային։ Այրանց հիմնական սիմվոլը գալիս է եգիպտական մշակույթից, դա ուրիշ տեղ։ Եգիպտական շատ հզոր ուրեմն ազդեցություն ուներ հրեականի վրա եւ հրեականը իր երթին Ալեքսանդրիայում այդ լենինիստական Ալեքսանդրիա շատ հզոր կշիռ ունեին եւ այնտեղ ուրեմն Սեպտուագինա է կոչվում այդ հրեաների սուրբ գիրքը Թանախը, որը մտածը Սեպտուագինա, այս ասեմ ինչի։ Այդ Թանախը հրեաների սուրբ գիրքը ուրեմն որոշեցին հույն գիտնականներն ու հրեա գիտնականները որոշեցին միասին թարգմանել գունարել։ Եվ 70 հոգի հավաքվեցին, այդ դրան է Սեպտուագինա 70 բառից է գալիս է։ Սեպտա, հա, այդ լատիներեն։ Ուրեմն թարգմանեցին Թանախը, հետո որոշեցին, որ այս Թանախի թարգմանված Թանախի հիման վրա ոչ հրեաների համար ինչ-որ մի գլոբալիզացիոն մի բան։ Եվ հունական ուրեմն դիցաբանությունից վերցրեցին հատկապես Դիոնիսոս Աստծո պաշտամունքը, որտեղ մենք գիտենք, չգիտեմ հիմա, ճիշտ ես գիտեմ թե ինչի այդ բանը չեն ասում, որ Դիոնիսոսը հենց Քրիստոս էր կոչվում, Դիոնիսոս Քրիստոս։ Թեո Աստված։ Թեո Աստված, Հիսոս եւ Քրիստոս։ Դրանից մնացել է անգլերեն the article, Թեո, Աստված։ Ու ոչ միայն անգլերեն շատ լեզուներ ունի։ Հա, նույնիսկ հայերենում կա։ Մի խոսքով, այդ պաշտամունքներ բերեցին, խառնեցին, մի այս բան ստացվեց, միքս հրեական, բայց ստացվեց, տեսակ ու աշխատեց, աշխատում է մինչև օրս։ Ստացվեցին համայնքներ, կամաց զարգացան եւ արդեն իսկ 4-րդ դարում Կոստանդին Կայսրը որոշեց, որ փորձի այս անգամ այդ գլոբալիզացիան կրոնը որպես գլոբալիզացիա, այո, եւ ինքը օֆիցիալ ու ստացվեց արդեն։ Մինչև այդ ասում եմ, մի հրը չստացվեց,
այնտեղ զեցը չստացվեց, բայց այս անգամ այդ բանը ստացվեց։ Նույն գլոբալիզացիան ուրեմն ծրագիրը նաև իսլամը, որ բայց դա մի քիչ ուշացել է, որտեղ մինչև իսլամը Սասանյան կայսրությունը փորձեց արդեն մի աստվածային կրոն դիմը զրադաշտության, որտեղ զրադաշտությունը արդեն իսկ չէր ընդունում բոլոր աստվածնա ասեց, որ կա մեկ աստված Ահարոն Մազդա եւ նրա մեկ մարգարե դա այդ պարսկական Զորոաստրիստի մասին է։ Այո, Զորոաստրիստը զրադաշտությունն է իրեն։ Զրադաշտը աստծու միակ մարգարեն է, աստվածն էլ Ահարոն Մազդան, իսկ մնացած աստվածներին Յազադ էին ասում, որ ինչ որ իրենք էլ չէին հասկանում ոնց բնորոշեն, բայց ասում են աստված չեն, ասենք Անահիտան, քանի որ ժողովրդի մեջ այդ աստվածների պաշտամունքը շատ մեծ է, նրանք չէին կարող դրած լրջենջեին, ասեցին, որ նրանք բարձր հոգիներ են, SN են, բայց ոչ աստված, աստված Ահարոն Մազդան է մենակ, այդպիսի մի փորձ արեցին, բայց էլի չստացվեց, որտեղ արաբները, որ Իրանը գրավեցին, արդեն իրենց գլոբալիզացիան է, իսլամը ստացվեց այս անգամ, մի խոսքով, դրանք բոլոր այդ կայսրությունները պարտադիր բաներ, որ կայսրությունները միշտ փորձել են ապազգային գլոբալիզացիան համահարթեցնող ինչ-որ մի բան, դա իրենց բնույթն է։ Իսկ մեր նման փոքր ժողովուրդները, որպեսզի իրենց ինքնությունը պահպանեն, պետք է տուր տան ազգայնականության, լավ իմաստով, ես նացիզմի կողմնակից չեմ, բայց նացիոնալիզմը, դրական նացիոնալիզմը, այն իմաստով, որ դու դրական նացիոնալիզմ պետք է այո, որ դու քո ինքնությունը պետք է պահպանես, բայց երբեք քեզ բարձր չդասես մյուսներից։ Դա հայերը չեն դասում։ Չէ, կան այդ ձևի մարդիկ կան, որ ասում են, մենք միակ հպարտանում են։ Մենք թեորիա չենք քարոզում ուրիշ ազգերի մոտ, որ մենք չենք պարտադրում, Չնայած ասեմ, որ մենք մեր նախնիների մոտ այդ ընտրյալության գաղափարը եղել է, մեր նախնիները կարծել են մեր եթանոսական շրջանում։ Միջանոց ոչ առանց հիմք կասեի ես, բայց որ իրենք ընտրյալ, բայց ասեմ, որ այդ երևույթը մենակ հայերի ու հրեաների մոտ չի, հրեաները բայց մենք դրոշակ չենք դարձրել ասում, պրոպագանդանում աշխարհում ենք։ Իրանք դա պրոպագանդա է, մենք մեծ շատ խոսանք և վсё դրանով վերջացավ։ Այդ նա մասին է ուզում ասում, մեր հայկական լոբի դա պետք է լինի պետական ծրագիր, ֆինանսավորվող դիսկուսիաներ, միջազգային կոնֆերանսներ, կլոր սեղաններ, որտեղ ուղարկվեն մեր գիտնականներ, պատմաբաններ, որ դա խոսացվի, լսանելի լինի, համանցածում ուրիշները տեսնան, դրա մասին խոսան, նոր գրվի, նոր իմացվի հայ Արմենիա կոչեցյալը, պետք է իմացած մենք խոսանք, երկու հոգի խոսան, դրանից զրո օգուտ, օգուտ կա, պետական լոբի պետք է հայկական աշխարհում մեկ գործող, ուր է։ Գոնե մեր ժողովրդի, գոնե Հայաստան ներսում որոշ մարդիկ լսեն ու այդ իմաստով օգտակար է, բայց որ ասում եք դրսերում պետք է այս ամեն ինչը կապետական լինի, ծրագիր պետք է բայց մեր պետությունը դա չի անի, լոբին նույն պետք չի անի, ցավոք սրտի մեր բոլոր պրոհայկական լոբիները որ կան տարբեր երկրներում նրանք ցավոք սրտի ոչ թե ծառայում են հայ ժողովրդի շահերին, այլ ծառայում են տվյալ երկրի իշխանության անտիլոբի են։ Նրանք շատ իմաստով անտիլոբի են, այո, շատ հայկական համայնքներ, շատ երկրներում իրենք աշխատում են կոմպլետ Հայաստանի դեմ, որտեղ այդ երկրի ղեկավարությունը նրանց պարտադրում է և նրանք էլ այդ բանը անում են։ Ցավոք սրտի այդպես է իրականությունը, դրա համար մեր նման էնտուզիաստ մարդիկ պետք է հուսը այսպես մեր նման մարդիկ են, որոնց հայրենասիրությունը դրդում է իրենց գործերով չզբաղվել, նստել թեկուզ հիմա ինչ-որ փորձել հասցնել ինչ-որ բան։ Օրինակ, ես կառաջարկեի առաջի տենսի մի կոնֆերանս մեր կողմից լինի, մի կողմից գիտական, թող լինեն իրենց կողմից էլ այդ 5-6 աստղանի կողմաստղը ումն է ավելի շուտ, մեր մոտ է, թե ընդեղ, որտեղ մեր մոտ էլ ունենք հիմ։ Ոտ թող լինի միջազգային ֆորում նստենք, դնենք ամեն մեկ իր ապացույցը դնենք։ Ասեմ, այդ միջ առաջելի այդ սիմվոլներից խոսեցինք, թեթև անդրադառնանք այդ աստղերին ինքն էստեղ, օրինակ ասեմ, մեր շատ ժողովուրդ մտածում է, որ այդ աստղերից մենակ թևն է, մնացած
ոչ մի աստղ Չգիտեմ, որ մենք ասենք այս մեր թեմաներն եկեղեցի- ենք ունեցել։ մեր եկեղեցիներում տենում են ասենք 6 թև աստղ կամ 5 թև աստղ։ Ոայ ես ինչ գործ ունես, ջրուկների աստղը ինչ գործ ունի մեր Հիմա այսօրվա դրությունով ճիշտ են ասում, բայց ուրեմն ասեմ, որ այդ սիմվոլները դրանք ջրուկներին չեն կամ նրանը չեն կամ մերը չեն մենակ, դրանք բոլորին են, բայց ում մոտ է ավելի շուտ, չէ՞։ ավելի շուտ իհայտ գալը կասեմ, ավելի շուտ գոնե մեր առաջավորացական տարածքը գոնե մերն է։ Ну, դրա մասին է խոսքը, բայց դա պետք է դրվի միջազգային կոնֆերանսում դիսկուսիայի։ Հիմա ասենք դրանք 5 թև եւ 6 թև 5 թևը ինչ ես գիտենք մասոնների սիմվոլն է համարվում, 6 թևը հրյաների։ Այո, հիմա 5 թև եւ 6 թև աստղը իրականում մեր աստվածու աստղերն են։ Աստղիկ աստվածուին ունեն երկու իպոստաս։ Ուրեմն մեկը կոչվում է Արուսյակ, մյուսը Լուսաբեր։ Ինչի Արուսյակ։ Լուսիֆեր։ Ուրեմն տարվա կեսը դե Վեներա մոլորակը, դա Վեներա մոլորակն է, չէ՞։ Վեներա մոլորակը քանի որ մեր երկրագնդին ամենամոտն է, ուրեմն ինքը ամենապայծառն է երկնքում։ Դրա համար ասենք երբ որ աղջամուջը ինքն է երևում, ասենք եւ լույս եւ իրիկունը եւ առավոտվա աղջամուջին ինքն է երևում։ Ու այնպես է տեզերական այդ բաները չխորանանք, այնպես է ստացվել, որ տարվա կեսը այդ մոլորակը երևում է իրիկունը, երբ որ արդեն մութ է տալիս, այդ ցիկլում ինքը կոչվում է Արուսյակ։ Իսկ մյուս ցիկլում, երբ որ ինքը առավոտն է երևում, որ նրան Լուսաբեր են ասում, որտեղ նրանց հետո լույսներ են գալիս, լույս բերող աստղեր, աղոթրան էին ասում, այլ մեր նախները առավոտ արթնանում էին։ Morning Star այդտեղից autrինная звезда դա է սիմվոլը, բայց այդ ուտենայի զվեզդայի անունով շատ ուրեմն մասոնական օթյակներն դա է ուրեմն աստղն է, ուրեմն առավոտվա այդ լուսաբերը նաև Լուսիփեր էր կոչվում, իսկ լատիներեն լույսը լույս, հա, իսկ փերը ֆեր, Լուսիֆեր։ Այդտեղից այդ մասոնների աստվածություն Լուսիֆերը, որը չարն էր, սատանան էր, բաֆամետն էր կամ աբրաքսակսն էր, նրանց տարբեր անուններ են տալիս իրենց այդ բանին։ Դա աստղիկ աստվածու ուրեմն պաշտամունքի հետ կապված Լուսաբեր ուրեմն իպոստասն է։ Իսկ աստղիկն էր 6 թև աստղ, իսկ ինչի աստղիկն է 6 թևը, այնտեղ արդեն այդ կոդերի համակարգի ես հետո կասեմ, այդ կոդերով առանձին տնանք, թե ինչերն է 6 թև, ինչերն է 5 թև։ Իդեպ ասեմ, որ օրինակ հայկական դիցաբանության մեջ դա աստղիկի հետ է կապվում, իսկ օրինակ սեմականների մոտ, սեմական ժողովուրդների դիցաբանության մեջ հետո զույգ եղբայրներ են, Սահակ եւ Սաղեմ անուններով, էլի ուրեմն Սաղեմը 6 թևն էր, այսինքն իրիկունը բերողը, խավարը բերողը, իսկ Սահարը արդեն առավոտվանն էր։ Դրանք Էլ Աստծու ուրեմն որդիներն էին։ Էլը անցած անգամ խոսեցինք, Էլը դա այն Աստվածն էր, որի իպոստասներից մեկը այն վաղ իպոստասը Բելն էր կամ Բահալը, որի որ մեր նախները չէին սիրում եւ մեր դիցաբանության համաձայն մեր հայր նահապետը նրան սատկացրեց։ Հիմա այդ ինչ է ասում։ Այդ Էլի հիմա վրա ինչ արծողին։ Այդ Էլոհիմ Allah Էլիտա բարի ինքը դա է սիմվոլը էլիտա, էլեկտիվ ընտրություն անգլեն, որտեղ նրանց վերնախավը Էլ Աստծո պաշտամունքն է։ Դրա համար նրանք այդ էլիտա բառը մի խոսքով հիմա ինչ եմ ուզում ասեմ, այստեղ էլ նորից կամ ասենք այդ աստղերի պահում մի բան ասեմ 9 թև աստղ, դա չէ 9 թև, դա արդեն նանին է, նայն անգլերեն նայնը նանը դա անգլերեն նայնն է, նայն այդտեղից է։ Վայ մենք ես ինչ հարուստ մշակույթ է, դա շշմեց ցույցը։ Դե իմաստով երևի այսքանով սահմանափակվենք, կշարունակենք հետո առանձին կոդերի մասին, չնայած ես կուզենայի հույսանք հետաքրքիր է կանց համար։ Շնորհակալություն ձեզ։ Ես եմ շնորհակալ, Մարիանա ջան։